բոտուլինոթերապիա, բոտոքսի մասին միֆերը շատ են, մարդիկ ովքեր կիրառել են, դժգոհ են, մարդիկ ովքեր պատրաստվում են, բայց վախեր ունեն, որն է միֆը եւ որը իրականություն, բոտուլինոթերապիայի շուրջ ինչու է այսքան հակասական կարծիքներ հնչում։ Այո, ամենաառաջինը սկսենք նրանից, որ բոտուլինոթերապիան պետք է կատարի միայն բժիշկ, բարձրագույն կրթություն ունեցող բժիշկ մասնագետը, քանի որ այն իրենից ներկայացնում է շատ լուրջ հետևանքներ ունեցող պրոցեդուրա, այո, դուք ճիշտ եք նշում Կարինե ջան, որովհետև մկանային անատոմիա չիմանալ արդեն շատ լուրջ խնդիրների կարող է հանգեցնել եւ բարդությունների։ Ինչ է կանում, ինչ է այն իրենից ներկայացնում, ասենք։ Բոտուլինոթերապիան դա ստացվում է բոտուլինոտոքսին A-ի բոտուլինոտոքսին A-ն է, որը ներարկվելով մկան, այն անջատում է ռեցեպտորը նյարդամկանային ազդակից որոշակի ժամանակով եւ հարթում է կնճիռները։ Այսինքն Ունենում ենք անշարժ մկանային համակարգ։ եւ եթե տվյալ կոսմետոլոգը մասնագետ չէ, մասնավորապես բժիշկ, միգուցե սխալ ներարկում անի, իսկ ներարկումը հենց այդ նյութը այնպեսին է, որ պարալիզացնում է մկանը եւ մենք ունենանք ճիշտ հակառակ արդյունքը։ Այո։ Մկանը կարող է պարալիզացվել ոչ միայն ոչ բժիշկ մասնագետի սխալ անատոմիական իմացությունից, այլ նաև պացիենտի սխալ ցուցումները պահելուց։ Օրինակ, եթե պացիենտը հաճախի շոգեբաղնիկ կամ սաունա կամ ոչ ճիշտ խնամք տանի, ալկոհոլ օգտագործի, ծխելը, ոչ առողջ պայմանները կարող են բերել դեղի միգրացիայի, որի հետևանքով կարող ենք ունենալ բարդություններ, օրինակ աչքի պտոզը, որը կարող է դեղը միգրացվել եւ սխալ մկան սառի եւ աչքի օրինակ կոպը կախվի։ Դուք ունեցել եք նման օրինակներ։ Ես ունեցել եմ բուժման ենթակա օրինակներ, սակայն դա բուժման ենթակա որպես այդպիսին ժամանակ է պահանջում, որպեսզի դեղը նորից դուրս գա օրգանիզմից եւ 6 ամսվա ընթացքում կգա իր դիրքին։ Հա թե ինչու է կարևոր վստահել մասնագետներին, հատկապես երբ դուք ուզում եք բոտոքս իրականացնել, կամ ցանկացած ինյեկցիոն միջամտություն դեմքի երիտասարդացման պահանջում է բժշկի իմացությունը, Եվ պացիենտի ճիշտ ցուցումները պահելը։